Եկող տարվա սկզբից սկսած մենք որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդառաջ քայլ անելու այս հայտարարությունը Թուրքիայի նախագահը անցած տարեվերջին արեց, այդպես էլ չբացելով փակագծերը, թե ինչ ասել է խորհրդանշական քայլ։ Հիմա սակայն թուրքական կառավարությունից նաև պնդում են, նույնիսկ կարելի է ասել խաղաքարտեր բացում, թե Երևանի հետ հարցերը կարող են պարզել միայն եթե Բաքուն դեմ չլինի։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության այս մասին ուղիղ տեքստով ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտի գլխավոր պատասխանատուն։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նախ նստեն բանակցությունների սեղանի շուրջ եւ համաձայնության գան։ Դրանից հետո Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում կկարողանա ավելի ակտիվ քայլեր անել Հայաստանի նկատմամբ։ Նույնն է նաեւ մեր նախագահի դիրքորոշումը։ Հիմա սկզբից որն է թուրքական սիմվոլիկան, որ նախագահ Էրդողանը խոստանում էր այս տարեսկզբից գործի դնել։ Մասնագետի պնդմամբ առավելագույն հավանականության սլաքներն այստեղ թեքվում են դեպի Մարգարա Ալիջան, հայ-թուրքական սահմանի պինդ զոդված այս դարպասները բացելու, բայց ոչ թե հենց երկու պետությունների, այսինքն Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների, այլ միայն երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մի բան, ինչի շուրջ վաղուց էին պայմանավորվել հարաբերությունները կարգավորող բանագնացներ Ռուբինյանն ու Եվ չնայած Երևանի պատրաստակամությանը, գործընթացը փակուղի գնաց հենց Անկարայի ուղղորդմամբ։ Դա պայմանավորվել էին 2022 թվականին դեռ, բայց ինչպես տեսնում ենք, ձգվեց եւ Թուրքիան անգամ այդ փոքր քայլը, որը մեծ հաշվով հայ-թուրքական սահմանի բացում չի նշանակում, իր ձեռքում ոնց որ շարունակում էր օգտագործել որպես ինչ-որ մի լծակ, միջոց, եւ այս պահին դա որպես խորհրդանշական քայլ կներկայացվի նրանց կողմից։ Միջազգայնագետն էլ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի հայտարարությունը հաշվի առնելուց զատ ունի նաև տպավորություն, թե Անկարան իր խորհրդանշական քայլն անելու հարցում առայժմ ոտքը կախ է գցում, դարձյալ Երևանից ակնկալիք ունենալով։ Իրենք էլ մեր խորհրդանշական քայլին են սպասում, ասում է Դավիթ Կարապետյանը։ Թուրքական կողմը եւս սպասում է, որ սահմանադրության մեջ կփոխվի հռչակագրի մասը եւ պետական նշանների, զինանշանի վրայից, գերբի վրայից այդ Արարատի դուրսբերման մասով նաեւ նրանք ավելի քան հակված եմ կարծելու, որ սպասում են, որ հայկական կողմը դրանք կանի եւ դրա դիմաց նոր թուրքական կողմը այսպես կոչված ճագերտավոր սիմվոլիկ քայլերի կգնա։ Ստացվում է թուրք-ադրբեջանական դուետին ոչ միայն միավորում են տարածաշրջանային, այդ թվում Հայաստանի հետ կապված ընդհանուր ծրագրերը, այլև միևնույն պահանջները, որ ունեն Երևանից, հավելում է մասնագետն ընդգծելով, նրանք իրարից երբևէ չեն բաժանվել, չեն բաժանվելու։ Իրենց գերնպատակը հիմնականում ոչ թե օրինակ Գյումրի Կարս երկաթուղու բացելն է, սահմանի բացելն է Շիրակի մարզի հատվածում կամ առավել եւս Մարգարայի հատվածում, այլ իրենց գերնպատակ հենց հիմա ամբողջ ենթակառուցվածքները, տրանսպորտային շինարարությունը գնում է դեպի հարավային հատված, այսինքն Նախիջևանով կապը հաստատել Ադրբեջանի հետ։ Հետևաբար նրանց գերնպատակը ոչ թե հայ-թուրքական սահմանի բացումն է, այլ Ադրբեջանի հետ Հայաստանի տարածքով կապ ստեղծելն է։ Տարածաշրջանում քաղաքական, անվտանգային եւ տնտեսական հարցերը միաժամանակ են օրակարգ դուրս եկել եւ դրանց փոխկապակցված զարգացումը փաստացի ստեղծել է մի իրավիճակ, որտեղ հայտարարություններն ու գործնական քայլերը պարտադիր չէ, որ նույնը լինեն։ Այստեղ է, որ մասնագետների գնահատմամբ ձևավորվում է ընթացիկ անորոշությունը, խաղաղությունը գալու է, թե ոչ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։